այս ապրոստով, այս թոշակով 60-ամյակի Մագալստյանը հուզմունքը մի կերպ է զսպում։ Առողջական լուրջ խնդիրներ ունի, քաղցկեղով է տառապում, առաջին կարգի հաշմանդամ է, բայց պետությունը համարել է, որ նպաստ այլևս չպետք է ստանա։ Մինչդեռ ամսական 20,000 դրամը, որը ստանում էր մինչև հիմա, մեծ նշանակություն ուներ անաշխատունակ կնոջ համար։ Դա նրա միակ եկամուտն էր 59,000 դրամ թոշակից բացի։ Ոնց անեմ, այլ աշխարհին պարտք եմ բալես, ոնց անեմ։ Վարկը օրը գալիս է, մուրացկանի պես դռնեդուր ենք ընկնում ու միշտ ճարենք, տանենք, որ գոնե չորնի չընկնենք, 1000 մի ցավի դարդի հիվանդության տեր ենք։ Ինչու են տիկին Կիմային զրկել նպաստից։ Այս տարվա հուլիսի 1-ից գործում է անապահովության գնահատման նոր համակարգը, որը նպաստառու դառնալու համար առավել խիստ նոր պահանջներ է սահմանում։ Կոտայքի եւ Սյունիքի մարզերում 2025 թվականից համակարգը փորձարկելուց հետո կառավարությունը համարեց, որ այն արդարացրել է իրեն եւ որոշեց տարածել հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Նոր չափորոշիչների արդյունքում Սյունիքում օրինակ նպաստառուների թիվը 1219-ից իջել է 350-ի։ Նույնը սպասվում է նաեւ մյուս մարզերում։ Կառավարությունում չեն թաքցնում, նոր համակարգի նպատակը հենց նպաստառուների թիվը կրճատելն է։ Նոր համակարգը ավելի շատ միտված է մարդկանց ոչ թե համակարգում պահելու, այլ համակարգից դուրս բերելուն աշխատանքի, կրթության եւ այլ գործիքների միջոցով եւ մենք կարծում ենք, որ այն բերելու է մեր բազմաթիվ հազարավոր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման։ Նոր համակարգով քաղաքացիները նպաստի համար դիմումը ներկայացնում են օնլայն։ Մերժման տարբեր հիմքեր կարող են լինել՝ անշարժ գույքից մինչև վարկեր ունենալը։ Տիկին Կիմային օրինակ մերժել են վարկ ունենալու պատճառով։ Մինչդեռ գումարը բանկից, ասում է, վերցրել է քաղցկեղով տառապող որդու բուժման նպատակով, որը ցավոք չէր կարողացել հաղթահարել հիվանդությունը։ Իրենք ասեցին, որ մեզանից կախված չի ոչինչ, ցուցակը եկել է այդպես նախարարությունից։ Վերջ, ու հետո եկավ այդ օնլայն դիմումի պատասխանից, որ դուք չեք համարվում անապահով ընտանիք։ Ես հետադարձ գրեցի նամակ, բայց այդպես էլ պատասխան չստացա։ Չեմ կարողանում սարքեմ, մարդը տվել է, ասել է օգտագործի, բաղնիքից նույնիսկ դուր չեմ կարողանում դնել։ Նպաստից զրկվել է նաև 68-ամյա Ջեմա Սահակյանը, որը միայնակ թոշակառու է։ Նա դրանով կոմունալ ծախսերն էր վճարում։ Այժմ միակ եկամուտը մնացել է 47,000 դրամի թոշակը, որով չգիտի օրվա հացն առնի, թե հոսանքի, գազի ու ջրի համար վճարի։ Ջեռուցումը չեմ կարող, այս տարի չեմ կարող անեմ։ Ես ասում եմ, լիքը դաշտ բան ունեմ, սեփականատերեր, որ ցախը կտրտում են իրաց ծառերը, խոսում էի հետները, բերում էի իմ թոշակից ամեն ամիս 5,700, երբ նայում էի ինչքան ավելանում ամսվա մեջ իմ մոտ։ Տալիս էի տենցով ամբողջ տարվա մեջ մուծում էի, դուս էի գալու եմ 2 կուբուկ ես առնում էի, ստեղ լավ է շուտ է մի քիչ տականը։ Մի օր վառում եմ, մենակ եմ։ Մի օր վառում եմ, մի օր 2 օր չեմ վառում, աշխատում եմ տաք շորեր հակած ապրեմ։ Մենակ եք ապրում։ Տիկին Ջեմայի կարգավիճակում է նաև նրա հարևան Տիկին Բուրաստանը։ Նա էլ ապրում է 60,000 դրամ թոշակով, որով միայն հասցնում է օրվա ապրուստի հոգսը հոգալ։ Ասում եմ տեղ են գրել, չեմ կարող մարիմ։ Ներվի ալերգի ունեմ, չես տենեմ լապլապում։ Մի բան վեգանում եմ, երկուս գցում եմ փյատում։ Այդ դեղերը հիմա չեք կարողանում առնել։ Չէ, ինչով առեմ մեռնեմ քեզի։ Այս կանայք հանրակացարանում են բնակվում։ Ընտանիքի այլ անդամներ չունեն։ Ինչպես են նրանք հայտնվել ապահով քաղաքացիների պետության ցուցակում, պարզ չէ։ Երբ կառավարությունը քննարկում էր որոշման նախագիծը, Փաշինյանը հայտարարում էր. նպաստառուները պետք է աշխատեն, ոչ թե պետության օգնության սպասեն օրինակ վարկերը վճարելու համար։ Մարդը պետք է հասկանա, եթե ինքը չունի տուն, ինչ պետք է ինքը անի, ինքը պետք է աշխատի եւ վաստակի։ Տուն ունենալու համար անհրաժեշտ եկամուտներ։ Ինչպես աշխատանք գտնեն 60-անց այս կանայք։ Նրանք կառավարության ղեկավարի առաջարկը չեն հասկանում։ Անկախ նրանից, թե պետության սահմանած չափորոշիչները ինչ են ասում, իրենք առողջական այնպիսի խնդիրներ ունեն, որոնցով աշխատել չեն կարողանում։ Ով էլ ի վիճակի է, աշխատանք գտնել չի կարողանում։ Մինչդեռ կառավարությունը հայտարարում է, աղքատության շեմը Հայաստանում գրեթե հաղթահարված է եւ բարեփոխում է անվանում նոր համակարգը։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը վստահ է, այս համակարգի ներդրումից հետո ընդհակառակը աղքատությունը Հայաստանում ավելի է խորանալու։ Անապահով ընտանիքների համար դա բավական լուրջ խնդիրներ էր գոյությունը պահպանելու համար, հատկապես այն ընտանիքների, որոնք տարբեր տարիքներով գալու համար պարտքի մատյաններով են առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերում։
Փաշինյանի կառավարությունը, որը ընտրություններից առաջ բարձրացրեց թոշակները, նույն քաղաքացիներին նպաստներից զրկելու որոշումը կայացրեց միայն դրանից հետո։ Դեռ այն ժամանակ, երբ նա հայտնում էր թոշակները բարձրացնելու մասին, մասնագետները դա նախընտրական կաշառք էին որակում, նշելով, որ բյուջեի համար դա չնախատեսված ծախս է։ Հիմա նրանց գնահատմամբ կառավարությունը քաղաքացիների նպաստներից զրկելով փորձում է գումար խնայել նաև թոշակները վճարելու համար։ Իրական պատճառն այն է, որ այն 10,000 դրամները, որոնք ավելացվեցին, բյուջեով նախատեսված չէին դրանք վերցվեցին հենց անապահով ընտանիքներից։ Իրավական առումով անթույլատրելի էր, որտեղ բյուջեն արդեն հաստատվել էր եւ չէր կարելի վերաձևումներ անել, բարոյական առումով նույնպես անընդունելի։ Քանի քաղաքացի է արդեն նոր օնլայն համակարգով դիմել նպաստ ստանալու համար։ Նրանցից քանիսի հայտն է մերժվել, քանիսին է բավարարվել։ Սոցիալական հարցերի նախարարությունից բանավոր կերպով պատասխան մեզ չտրամադրեցին։ Գրավոր հարցման պատասխանը կլինի միայն օրեր անց։